Կիրանցում քվեարկության իրական պատկերը ցույց դնելու համար Գոհար Վարդանյանին ստիպել են սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել։ Այսինքն քվեարկության արդյունքներով ցույց էր դրվել, թե իբրև Կիրանցում ԿՊ-ն հաղթել է, բայց Գոհար Վարդանյանը բացահայտեց, որ Կիրանցում չի հաղթել ԿՊ-ն, այլ ընտրախախտումներ են եղել։ Բայց ընտրախախտում չի եղել։ Զորքին իրակ բերել են, ասել են կընտրեք էս ինչին, այսինքն իրանք բան են արել, խեղել են բնակչության կամքի արտահայտման պատկերը։ Այո։ Այսինքն բնակչությունը 280-300 հոգի մարդն իրենք Նիկոլին ձեն չեն տվել, բերել են 600 կամ պայմանական 538 զինվոր ոստիկան սահմանապահ, որոնք Նիկոլին ձեն են տվել, հետևաբար ստացվում է, որ Նիկոլը այնտեղ հաղթել է։ Նույն Լոր գյուղը բանում, Սիսիանում, ասենք Սիսիանի դվորնիկը որոշում է Հայաստանի Հանրապետության ապագան։ Որտեղ ոչ մի նորմալ մարդ իր արդար ձեռքով չունենալով ոչ գիտելիք, ոչ ուղեղ, ոչ բան, գնա ու Նիկոլին ձեն տա։ Եթե չունի պրագմատիկ հաշվառված կոնկրետ շահ, պաշտոն, հարկերից խուսափում, պետական տենդերներ, ես տեղ խղճիս քար դրած կասեմ, ես որ դա հասկանում եմ։ Մարդը ունի կոնկրետ շահ։ Բայց ասենք Սիսիան քաղաքի դվորնիկը կամ չգիտեմ կոմունալի պետի տեղակալը ինչ շահ ունի։ Դժվար է իրականում այդ մարկանց հասկանալ, որովհետև չի կարելի ընտրել կամ եթե անգամ շահ լինի, հա, չի կարելի ընտրել այն ղեկավարին, որը որ ծնկի է եկել թշնամու առջև Լսի, իրանք այդքան բանը չեն հասկանում։ Ու երկիրն էլ հանձնում է։ Ինքը չունի այդ երկիր հանձնել, ծնկի գալ, ինքը այդ գլոբալ մտածողությունը չունի։ Բայց բնազդաբար էլ չեն զգում։ Իրա մոտ պետքա լինի մենակ մի բնազդ։ Եթե դու ինձ ստիպում ես, պարտադրում ես, այդ նշանակում է, որ ստե կա պրոբլեմ։ Հակառակ դեպքում դու կվստահեիր ինձ արդար եւ ինքնակամ ընտրություն կատարելու։ Եթե դու ինձ պարտադրում ես, ուրեմն ստեղ ես պատվող։ Այսինքն մենակ այդ բնազդով պետք է շարժվեն այդ մարդիկ։ Ես մարդ գիտեմ, որ Նիկոլին ձենա տալիս մի պատճառով 21 թվին իրանց գեղի փողոցում ասֆալտ են փռել։ Մարդը արդեն 5 տարի է հիշում է դրա մասին։ Դե ասֆալտ են փռել, կարող է հետո էլ ադրբեջանցիներին բերի տեղ բնակեցնի։ Կարող է, որտեվ սահմանամերձ գյուղի մասն է խոսքը գնում։